Հայկուլիկ գանձին ծնունդ։ Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե ցանկանում է այսպես ասած մաքրել հայ առաքելական Սուրբ եկեղեցին։ Մի պահ, եթե անգամ վստահենք Փաշինյանին եւ փորձենք տեսնել, թե Նիկոլ Փաշինյանը ումով է փորձում մաքրել հայ առաքելական Սուրբ եկեղեցին, մենք կտեսնենք իր ծրագրի ամբողջ հրեշավորությունն ու իր անհատակ սրիկայությունը։ Ուրեմն վերջին երկու կեղծ պատարակներին մասնակցել է մի նախկին սարքավակ, կարգալուծ եղած սարքավակ, որի միայն Facebook-յան գրառումները մեջ կբերեմ ու դուք կհասկանաք, թե Նիկոլ Փաշինյանի հովանու ներքո կեղծ պատարակի ժամանակ ով է բարձրացել Սուրբ Խորան եւ պղծել հայ առաքելական Սուրբ եկեղեցու կարևորագույն ծեսերից մեկը։ Եվ ահա ես ընթերցում եմ այդ մարդու հրապարակային բաց արված գրառումներն ու մեկնաբանությունները։ Ռոբերտ Սարգսակ Աղազարյանը գրում է. Հայկուլիկ գանձին ծնունդ ստի լավը ալամ աշխարհակում, թե ես Հայաստանից փախել եմ, լավդ իսկականից արդեն։ Մեկ այլ օգտատիրոջ պատասխանում է. դու խես մեծատառով չախ գ***ում։ Մի կնոջ մասին այս մարդը գրում է. մտեք էս էջն ու տեսեք ինչ է կատարվում, 8 ընդհանուր ընկեր ունեմ, ամոթ ձեզ, որ ես թուրքի քուն հանդուրժում եք։ Ահա այսպիսի բառապաշար, ահա այսպիսի հոգեկերտված, ահա այսպիսի հակահոգևորական վարքագիծ ունեցող մարդկանցով Փաշինյանը իբրև թե փորձում է մաքրել հայ առաքելական Սուրբ եկեղեցին։ Նիկոլ Փաշինյանին միամտաբար հավատացողներ, ինքներդ ձեզ հարց տվեք, արդյոք սրանցով կարելի է որևէ տեղ մաքրել, սրանցով անգամ ախորը հնարավոր չի մաքրել, սրանցով անգամ կարելի է կեղտոտել ախորը, էլ ուր մնաց հայ առաքելական Սուրբ եկեղեցին, որտեղ բնականաբար նման հոգևորականները չպիտի հանդուրժվեին եւ պիտի դառնային նախկին հոգևորական։